քաջ երիտասարդ Յուն Գիրսուի և չքնաղ աղջիկ Ցենսոննեի հեքիաթը։ Կորեական հեքիաթ։ Ապրում էր մի կայտառ տղա, անունը Յուն Գիրսու։ Դեռ մանուկ հասակում նրա հայրն ու մայրը մահացել էին, և հարուստ հարևանը տղային վերցրել էր իր մոտ։ Հարուստն ու կինը ոչինչ չէին անում, ամբողջ աշխատանքը գցել էին Յուն Գիրսուի ուսերին։ Նրան շատ վատ էին կերակրում, իսկ աշխատանքն օրեցօր ավելի ու ավելի էր ծանրանում։ Մի անգամ տղային ուղարկեցին տայգա, փայտի։ Յուն Գիրսուն երկու խոշոր կապ ցախ հավաքեց ու ճամփա ընկավ դեպի տուն։ Ճանապարհն անցնում էր բլուրների միջով։ Դժվար ճանապարհ էր։ Յուն Գիրսուն հոգնեց։ Հենց ցախը շալակին նստեց քիչ հանգստանալու, քունը տարավ ու քնեց։ Քնի մեջ լսեց, որ մեկը իրեն արթնացնում է։ Աչքերը բաց արեց, տեսավ իր առջև կանգնած է մի ծերունի։ «Դու ինչու ես եկել իմ հողերը։ Հիմա ես քեզ ինչ տամ դրա համար։ Մահ, թե կյանք», հարցրեց ծերունին։ «Կյանք տուր ինձ, խնդրում եմ, ես դեռ երիտասարդ եմ, և իմ լավ օրերը դեռ առջևումս են», պատասխանեց Յուն Գիրսուն։ Ծերունին ժպտաց։ «Լավ պատասխան տվեցիր։ Չքավոր մարդիկ ինչքան էլ դժվար են ապրում, սիրում են կյանքը։ Հարուստների պես չեն, որոնք մի գլուխ տրտնջում են։ Քո այդ խելոքության համար ինչ պարգև կուզես, որ ես քեզ տամ։ Քո շալակի ցախի ծանրությամբ ոսկի տամ քեզ, թե դյուցազնի ուժ տամ քեզ։ Եթե կատակ չես անում, միայն ուժ տուր ինձ, և այն էլ այնպիսի ուժ, որ շալակից ցեխը կարապի փետուրի պես թեթև թվա ինձ։ Այդպիսի ուժ ունենալով ես ամեն ինչ ինքս ձեռք կբերեմ ապրելու համար»։ «Լավ», ասաց ծերունին, «գնա տուն ու ետ չնայես»։ Ծերունին անհայտացավ։ Յուն Գիրսուն ցախի կապերը բարձրացրեց ու տեսավ, որ դրանից էլ թեթև բան չի կարող լինել։ Յուն Գիրսուն զգաց, որ ինքը հսկայի ուժ ունի։ Լեռներից ցած իջավ, հասավ մի խոր ու արագահոս գետի, որի վրա մի բարձր կամուրջ կար։ Տեսավ կամրջի վրա կանգնած մի աղջիկ, ձյունի պես սպիտակ, մետաքսե շորը հագին, բարակ մատներով, հյուսերն էլ քանդում էր, իսկ այտերի վրայով արցունք էր հոսում։ «Ինչու ես լաց լինում», հարցրեց նրան Յուն Գիրսուն։ «Ծերունիները հին սովորության համաձայն որոշել են ինձ կնության տալ վագրին, իսկ ես չեմ ուզում, ավելի լավ է գետն ընկնեմ, խեղդվեմ, այդպես ավելի լավ կլինի», ասաց աղջիկը ու ավելի դառը լաց եղավ։ «Անունդ ի՞նչ է», հարցրեց երիտասարդը։ «Ցենսունն է»։ «Գետը մի ընկիր, Ցենսունն է, արի ինձ հետ»։ Եվ աղջիկը գնաց նրա հետևից։ Նրանք մտան գյուղը։ Ծերունիները աղջկան տեսան ու հոնքերը կիտեցին։ «Ինչու ես վերադարձել, հա։ Դու քաջություն չունես, որ միայն ինքդ մեռնես, և ուզում ես բոլորիս միասին ոչնչացնել, վախկոտ։ Հազարավոր տարիներ մեր գյուղի բոլոր գեղեցիկ աղջիկները կին են գնացել վագրին։ Այդպես է օրենքը։ Դու խախտեցիր այդ օրենքը, նզովյալ լինես։ Ուզում ես, որ վագրը բարկանա և ամբողջ գյուղը կործանի, հա։ Դա է քո ուզածը», գոռում էին նրանք։ Այդ ժամանակ Յուն Գիրսուն ասաց. «Ինչու եք դուք ամեն տարի ամենագեղեցիկ աղջիկներին տալիս վագրին։ Դուք Ցենսուններին վախկոտ եք անվանում։ Դա ճիշտ չէ։ Դուք ինքներդ եք վախկոտ։ Ցենսուննեն ապրել է ուզում։ Ինչը կարող է ավելի ստոր ու սարսափելի լինել, քան վագրի ժանիքների տակ զոհվելը։ Մարդկանց բարօրության համար մեռնելը ավելի ազնիվ բան է», ասացին ծերունիները։ «Դե ուրեմն վերցրեք նիզակներն ու թելերը և մեր աղջիկների փրկության համար, ընդհանուր բարօրության համար սպանեցեք վագրին։ Այն ժամանակ մեր բոլոր աղջիկները ողջ կմնան, իսկ կյանքը երջանիկ կլինի։ Իսկ եթե մեկն ու մեկը վագրի հետ կռվելիս զոհվի, այդպիսի մահը պատվավոր բան կլինի ձեզ համար»։ Ծերունիները մտքի մեջ ընկան, լուռ ու մունջ սկսեցին իրենց նոսր մորուքը քորել, և երիտասարդ որսորդները շփոթված սկսեցին փսփսալ։ Յուն Գիրսուն նայեց նրանց ու ասաց. «Ես առաջինը կգնամ»։ «Դու դեռ ջահել ես», ասացին ծերունիները։ «Ճիշտ է, ջահել եմ, բայց ես կյանքումս շատ նեղ օրեր եմ տեսել և կռվելու համար էլ բավականին ուժ ունեմ»։ Յուն Գիրսուն նիզակն ու սուրը վերցրեց, գնաց տայգա, դեպի ամենաբարձր սարը։ Որսորդներն էլ նրա հետևից գնացին։ Միայն թե ճանապարհին ոմանք ետ մնացին, իսկ ոմանք բոլորովին վերադարձան տուն։ Միայն Յուն Գիրսուն էր, որ առաջ գնաց։ Ահա և բլուրները, կապույտ ծաղիկներով ծածկված, փայլում էր մի լիճ,
Ափին նստած էր մի զառամյալ ծերունի և ճաղատ գլուխներ ցնցում։ Երիտասարդն ուղղվեց նրա մոտ և ուզում էր հարցնել, թե որտեղ կարող էր գտնել Վագրին։ Ճանապարհին մի ծաղիկ տեսավ, մտածեց. «Պոկեմ այս ծաղիկը, կընծայեմ Ցինսոննեին» և ուզեց պոկել, բայց ծաղկի մոտ նստած մի նապաստակ սա խնդրեց. «Մի պոկիր ծաղիկը, ես քեզ մի լավ բան կասեմ»։ «Ասա», համաձայնեց Յունգիրսուն։ «Լճի ափին նստածը ծերունի չէ, այլ Վագրն է այնտեղ դարան է մտել և չարությունից գլուխն է ցնցում»։ Երիտասարդը նիզակը բարձրացրեց, Վագրին կռվի կանչեց։ Լիճը մռայլվեց, ալիքներով ծածկվեց, քամին աղմկեց, անձրև սկսվեց, շանթը որոտաց ու կայծակները փայլատակեցին։ Այդ Յունգիրսուն էր կռվի մեջ մտել Վագրի հետ։ Երկար կռվեցին նրանք, Վագրը թուլացավ, սկսեց արդեն գթություն խնդրել։ Բայց երիտասարդը գիտեր, որ թշնամուն խնայել չի կարելի։ Թուրը վրա բերեց, Վագրին սպանեց, և ապա Յունգիրսուն նրան այրեց ու մոխիրը քամուն տվեց։ Այսպես քաջ երիտասարդը վերադարձավ իր երկիրը և փրկեց իր երկիրը Վագրից։ Գնաց տուն, առաջը եկավ նապաստակը, ծաղիկը ձեռքին։ «Առ, սա քեզ եմ ընծայում, այս ծաղիկը նրա համար է, որ սպանեցիր Վագրին», ասաց նապաստակը։ Յունգիրսուն վերադարձավ տուն։ Ամբողջ գյուղը առաջը դուրս եկավ, գլուխ տվեցին նրան ու ասացին. «Մեր ամենագեղեցիկ աղջիկը Ցենսունն է, դու փրկեցիր նրան, նա սիրում է քեզ, թող ուրեմն քո հարսնացուն լինի»։ Երիտասարդը հրաշալի ծաղիկը ընծայեց Ցենսուննեին։ «Դու ինձ ազատության ծաղիկ ես ընծայում, շնորհակալ եմ», ասաց Ցենսուննեն, և սեղմելով երիտասարդի ուսին երգեց. «Պայծառ է լուսինը, ուրախ, շողշողում։ Գնանք այն աշխարհն, ուր միշտ գարուն է, շողում է գետում երկինքը, լուսինը երկնքում, անուշս, բռնիր լուսինը, դիր մեր մակույկում, քշենք մակույկը զուլալ ջրերում, թող ուրախ լինի կյանքը մեր երկրում։ Են դուն արյան, արյան»։ Ու ապրեցին նրանք միասին, ուրախ, երջանիկ, իսկ ժողովուրդը մինչև մեր օրերը երգում է քաջ Յունգիրսուի ու չքնաղ Ցենսոննեի մասին։